Ես հենց այստեղ գալուց առաջ իրենց մոտ էի, ազատամարտիկների մոտ էի եւ հետաքրքրվեցի մի խոսքով հարցրեցի ինչպես ինչ ընթացք պիտի ունենա, ուր են հասել, ինչքան պիտի սպասեն, ինչքան պիտի մնան այդտեղ, իմացա, որ այսօր ժամը 12-ին արդեն ավարտում են, որովհետև կառավարությունը ինչ-որ խոստումներ է տվել։ Եվ այդ մարդկանց հետ զրուցելով, իրենց տեսակը տեսնելով, իրենց որակը մարդկային արժեքները տեսնելով, ավելի ցցուն դարձավ մեր երկրում այս երկու բևեռների, կերպարների տարբերությունը։ Մարդիկ, ովքեր կամավոր գնացել են երկիրը պաշտպանել են, ամեն մեկն ասում է գնացել է իր տունը, իր հողը, իր ծնողին, իր քրոջը պաշտպանելու եւ հայ մարդու արժանապատվությունը բարձր պահելու եւ այսօր սոցիալական այնպիսի խնդիրներ ունեն, որոնք պարզապես պետությանը պատիվ չի բերում եւ ամոթ է։ Այն դեպքում, երբ որ նրանց կողքին կան մարդիկ, որոնք էլի կռվել են իբրև թե, էլի չգիտեմ ինչեր են արել, բայց այսօր նրանք այն մատների վրա հաշվող մարդկանց շարքում են, օլիգարխ գեներալները, այո, ովքեր երկրի փայատերերն են, եւ այս ֆոնի վրա մեր իրականության այսպես ցավոտ խնդիրն են այսօր բարձրացրել ազատամարտիկները եւ այդ խնդիրը լուծելու համար մեր կառավարությունը եւ հատկապես գործող նախագահը պիտի օպտիմալ արագ լուծումներ գտնեն եւ լուծեն ոչ թե ինչ որ ժամանակավոր կամ պստի ինչ-որ բաներ, այլ գլոբալ արմատական կերպով վերանայեն այդ մարդկանց սոցիալական բոլոր երաշխիքները նորմալ մարդավայել ապրելու համար։ Նրանք ինչ են ուզում։ Նրանք ուզում են արժանապատիվ կյանք եւ շատ լուրջ հիմնավորում կա, թե բոլորն են դրա կարիքը զգում, բայց այս մարդիկ հատկապես ունեն ամեն տեսակ բարոյական իրավունք այդ պահանջները ներկայացնելու կառավարությանը։ Մենք խնդիր ունենք, որպեսզի իրոք օգնությունը, որ մենք կարողանում ենք կառավարություն իշխանությունները տալ մարդուն, պետք է հստակ հասցեական լինի, որի արդեն ուղղությամբ աշխատանքներ տարվել են, եւ կարծում եմ առաջիկայում ընդհանուր ավելի ցայտուն կարգ դա, որ իրոք այդ մարդը ով պահանջ ունի, ով կարիք ունի, այդ մարդուն առաջին հերթին այդ ընտանիքին պետությունը օգնի, իսկ ազատամարտիկների առումով կարծում եմ, որ իրոք այդ խնդիրը շատ կարևորվել է այսօր եւ հատկապես այս բողոքի, այսպես ասած, ձայնի բարձրացնելուց հետո, որովհետեւ եթե մենք այո հիշում ենք մայիսի 8-ը, ուրեմն մենք պարտավոր ենք ոչ միայն մայիսի 8-ին հիշել Շուշի ազատագրման օրը, այլ ամեն օր հիշել, իսկ այդ ամեն օր հիշելը նշանակում է, որ մենք պետք է ազատամարտիկներին եւ նրանց ընտանիքներին, որոնք ունեն խնդիրներ, իհարկե այդպես չի, որ պետությունը չի զբաղվում այդ հարցով, եթե մենք նայում ենք, թե վերջին հատկապես տարիներին որքան բնակարաններ են հատկացվել ազատամարտիկներին եւ այսօր էլ ամեն տարի մենք վիճում գումար նախատեսում ենք բնակարանների հատկացման ներողություն ազատամարտիկների համաձայն չէ թվերը բարձրացրեք նայեք բնակարաններ են տվել այո բնակարաններ ազատամարտիկներին տրվում են ամեն տարի եւ հատուկ ցուցակներ կան առաջնահերթ երկրորդ հերթ զոհված ազատամարտիկների ընտանիքներին նաեւ այն ազատամարտիկների ընտանիքներին, որոնք ունեն բնակարանի կարիք, զոհվածները առաջի հերթ են, իսկ մյուսները երկրորդ հերթի բնակարանի ցուցակներ են, որոնցով զբաղվում են հատուկ մարզպետարանները, ցուցակները կազմում են, ներկայացնում են Պաշտպանության նախարարության սոցիալական վարչություն, որտեղից պետության հատկացված միջոցներից այդ խնդիրները այսինքն արվել է, հիմա այս պայքարը ինչի համար է։ Ներողություն, արվել է, չէ, գիտեք ինչ կա, պայքարը նրա համար
համար, գիտեք, միայն բնակարան տալով սոցիալական խնդիրը չի լուծվում։ Մենք այսօր շատ խնդիրներ ունենք եւ սոցիալական խնդիրը միայն բնակարանը չէ, եթե մարդուն բնակարան է տալիս, ապա այդ մարդը ապրուստ ունենա, իսկ ապրելու համար կամ աշխատանք ունենա, կամ եթե աշխատանք չունի վիրավոր է եւ այլն, ուրեմն պետությունը այդ մարդուն պիտի կարողանա բնականաբար, ասենք, թոշակ կամ նպաստ վճարի, որովհետեւ այդ մարդիկ իրենց գոյությունը, իրենց ընտանիքի գոյությունը կարողանան պաշտպանել։ Այո, դրա համար այստեղ խնդիրը հետեւյալն է, որ ոչ թե ազատամարտիկները, որոնք հիմա խնդիր են տնում, իրենք ոչ թե խնդիր են տնում բնակարան չունեն եւ այլն, ուղղակի ընդհանուր խնդիր են տնում, որ իրենց սոցիալական խնդիրները, սոցիալական պաշտպանության խնդիրները ներողություն։ Բնակարան չուներ, դրսում էր ապրել։ Գործարանի մի հատ Ուրեմն ներողություն ասեմ, ել եմ ասում, դուք ես էլ բարգամանոր ժամանակ սենց նամակներ եմ ունեին ազատամարտիկների։ Ես ասում եմ, դուք էլ կարող եք մտնել Պաշտպանության նախարարության սոցիալական վարչության սայթերը եւ տեսնել, թե ամեն տարի որքան բնակարան է հետ կասվում, քանի տարի հատկապես։ Գուցե խնդիրը հենց դրանն է, Չէ, ուրեմն խնդիրներ հենց դրանն է, որ ես իմ խոսքի մեջ ասեցի, դրանով զբաղվում են մարզպետարանները, ցուցակները իրենք են տրամադրում, չի վայ։ Մարզպետարանները։ Այդ ինչ։ Ցուցակները իրենք են տրամադրում, ցուցակները իրենք, որտեղ իրենք են այդ Այսինքն Մեկ էլ Արագածոտնի մարզպետը պիտի նրանցով։ Ես Ուջանի ազատամարտիկի համար գիտեք ինչեր եմ ուրեր եմ գրել, որ այդ օգնել են, այո։ Բայց բոլորովին այլ կազմակերպություն։ Հիմա այս վիճակը ցույց տվեց, որ ասենք տեղ չի հասել, ոչ այդ օգնությունը, ոչ այդ քայլերը, եթե ասենք բնակարան որ տեղ չի հասել, տեղ հասել է, բայց եթե պահանջը ավելի շատ է, քան ուրեմն հնարավորությունը, բնական է առաջանում է դժգոհություն։ Սա է խնդիրը։ Այո, եթե պահանջը ավելի շատ են, ավելի շատ ազատամարտիկներ ունեն այդ խնդիրը, ուրեմն մենք պետք է խնդիրը վերանայենք, Պարոն Ավետիսյան, դուք գիտեք, որ մեր ժողովուրդը նպատակին հատկացնել։ Մեր ժողովուրդը այն տեսակն է, որ ասի համբերել գիտի, երբ որ պատերազմի տարիներին ասում են 3 տարի հաց չկա, հերթ կանգնի, սով է, ինքը լուր այդ ամեն ինչը տանում էր։ Բայց երբ որ ասենք ժողովրդի աչքի առաջ, այդ ծայրահեղ, անհավանական ծայրահեղությունների մեջ է, դուք չեք հասկանում, որ նաև ըմբոստությունը բողոքը սոցիալական այդ անարդարության դեմ է եւ նաև այս ծայրահեղ բևեռացման դեմ է, նույն զինվորների, գեներալների, գնդապետների, չգիտեմ, սրա դեմ է։ Ցավոք սրտի, այո, մեր մոտ հիմա ստացվելով եւ ազատամարտիկներ կան, որոնք շատ վատ վիճակում են եւ կան մարդիկ, որոնք կռվել են շատ լավ վիճակում են։ Հիմա դրա համար շատ վատ վիճակում գտնվողներ այսօր իրենց բողոքի ցանն են բարձրացնելու, ասելով որ մենք այլևս նման ձևով չենք կարող ապրելու խնդիր ունենք։ Եվ այդ առումով էլ այսօր արդեն այդ բողոքը տեղը հասե կառավարությունը այսօր զբաղվում է Ել եմ ասում, հիմա կտեսնենք վերջնական ինչ լուծումներ կտրվեն, վերջնական ինչ առաջարկություններ։ Այդ կառավարությունը նրանց շնորհիվ է այսօր պաշտոնի եկել։ Ինչու պիտի այդ մարդիկ դուրս գային նստածույց անեին, որ հետո նոր կառավարությունը մտածեր։ Մեր կառավարությունը առաջին հերթին սոցիալական արդարություն չի մտածել, բայց միջոցների սղության պատճառով Եթե մտածեին, գոնե ասենք մենաշնորհների դեմ, ով չգիտի, որ միջոցները նույն այդ գեներալները, հա, չգիտեմ, քանի հեկտար, դե ասենք, դուք ասեք, ինչ ունեն գեներալները եւ ինչի իրանց ձեռից չեն վերցնում։ Ես չգիտեմ, ես չեմ հաշվում նրանց ունեցվածքը ոչ հեկտարով, ոչ էլ գումարային առումով։ Մենաշնորհը տրված չի գեներալներին, բանակի սպասարկել կարտոֆիլ եւ իհարկե, բայց այն հանրապետական կուսակցությունը իդեմ պարոն Ավետիսյանի իրավունք չունի ասելու, թե միջոց չկա, որովհետեւ բոլորը գիտեն, թե ինչպիսի միջոցներ, ինչպես են խողովակներով գնում հենց նույն գեներալների գրպանները։ Արդարություն չկա մեր երկրում, արդարություն։ Եվ դա մեր իշխանությունների սահմանափակ են։ Չէ։ Այդպես չէ, որ մենք անսահմանափակ բյուջե ունենք եւ երբ ուզենանք, ինչ ուղղությամբ ոչքան ուզենանք, գումար կծախսենք։ Ասում եք սահմանափակ են, բայց միայն պետական վերահսկիչ պալատի բացահայտումները կենսաթոշակային ոլորտում, տեսեք, ինչպիսի միլիոններ պարզվեց, որ կարող էին գնալ հենց նույն ազատամարտիկներին, բայց
Գնացել են չգիտեմ Դրամայր ուր։ ես ասեցի, որ այո, վերջի տարիներին փորձում են հատկապես սոցիալական բնագավառում հասցեականության խնդիրը լուծել, որը շատ կարևոր է։ Այո, մենք պիտի հասկանանք, պետությունը գիտի կոնկրետ ում է հարկավոր օգնել, որ ընտանիքին է ճիշտ նպաստ տալ, ում հարկավոր է կենսաթոշակ տալ կամ բարձրացնել։